Նարեկին ու Վազգենին խոշտանգելով, ընդ որում, եթե նույնիսկ համարենք, որ քննելու ինչ-որ բան կար, օրինակի համար եմ ասում, շատ ստեղական հայտորեն չկա, որտեվ ազգային ժողովի նախագահի լպիրշ վարքագծին կամ լեքսիկոնին հնչել է համարժեք պատասխան։ Այսինքն, եթե նույնիսկ քննելու բան կա, դե սկսեին ազգային ժողովի նախագահին մեղադրանք առաջադրելուց կամ այդ ամբողջ իհարկե նոր համապարփակ կնեին օրինակ։ Բայց չէ, իրանք այն մի կողմի հայոյանքը թողում են, այսինքն ձև են տալիս, թե չեն լսել, հենց այդ նույն մարդու բողոքով, որն ի դեպ հայտնի է քաղաքացու վրա անպատիժ թքելու իր մշակույթով, այսպես կոչված ճակերտավոր, գործ են հարուցում, բայց ավելի սարսափելի էր երկու այլ բան։ Ձերբակալության ձևը, որ մարդիկ չեն ծանուցվում, չեն հրավիրվում միտեղ, առավոտ կանուխ մտնում են տներ, փոքր երեխաների ներկայությամբ, ընտանիքի անդամների աչքի առաջ, ասենք, խոշտանգելով մարդ են ձերբակալում։ Այն դեպքում, երբ որ մարդը քննությունից խուսափելու որևէ հակում ցույց չի տվել, միջև էտել, այդ պահին էլ եւ այլն։ Եվ որպես կանոն նման դեպքերում ուղղակի կալանքի հարցը ընդհանրապես չպետք է քննարկվի նույնիսկ